այլևս հանցավորության ընդհանուր պատկերի համար եւ նաեւ տարբեր ուղղություններով անելու է հստակ վերլուծություններ եւ նաեւ ուղղորդելու է քաղաքականություն մշակողներին այս կամ այն որոշումները կայացնել։ Անդրադառնալով հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների եւ նաեւ զենք զինամթերքի ապօրինի շրջանառությանը նշեմ, որ թեև հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններն աճել են 24 դեպքով, այնուամենայնիվ աճել են նաև դրանց բացահայտման դեպքերը եւ պիտի նաև փաստեմ, որ ընդհանուր առմամբ ապօրինի հրազեն պահելու եւ կրելու կասկածանքով ձերբակալվել է 115 անձ, այսինքն սա վկայում է, որ մենք ավելի ինտենսիվացրել ենք օպերատիվ աշխատանքով զենք զինամթերքի հայտնաբերման դեպքերը եւ ձերբակալումների մեջ բնականաբար չկան կամավոր հիմունքներով ներկայացված զենք զինամթերքին առնչվող դեպքերը։ Եվ նաև պիտի փաստեմ, որ մեր ձեռնարկած միջոցառումների արդյունքում 42.2%-ով ավելի զենք զինամթերք ենք առգրավել, քան եղել է 2024 թվականի կտրվածքով։ Անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը նշեմ, որ 2025-ին մենք ընդունել ենք լիովին որակապես նոր ռազմավարություն, որը թիրախավորել է թե թմրամիջոցների ապօրինի շրջանառության շրջանակներում հանրային առողջապահությունը եւ թե նաեւ հանրային անվտանգությունը։